Այսօր նոյեմբերի 14-ն է ու Նիդերլանդներում ամեն տարի նոյեմբերի 14-ին Սինտերկլասը Իսպանիայից ավանդույթի համաձայն գալիս է նավով եւ գրեթե բոլոր քաղաքներում այդպես միջոցառում է կազմակերպվում Սինտերկլասը նավով հանդիսավոր գալիս է իր օգնականների հետ, քեր հայտնի են որպես զվարթը պիտեր եւ այդպես շրջում են երեխաների նվերներ են բաժանում փոքր այդ պեպրնոտերն են բաժանում իսկ այն տեղերում որտեղ որ նավի հասանելիություն չկա արդեն քաղաքի մեջ Սինտերկլասը պատտվում է ձիով հիմա մենք այստեղ սպասում ենք նայեք այստեղ բոլորը պարում են պատրաստվում են Սինտերկլասի գալուն եւ Սինտերկլասի համար ուզում եմ ասել Սինտերկլասը ոչ թե Սանտա Կլաուսն է այլ ինքը սուրբ է եղել եպիսկոպոս սրբադասված ժամանակին եկել է Միրիայից եւ հայտնի է եղել Սուրբ Նիկոլասը Միրիայից, որը այժմ գտնվում է Հունաստանի տարածքում։ Սինտերկլասի մասին հետաքրքիր տեղեկություններով տեսանյութ ունեմ իմ YouTube-յան ալիքում։ Լինքը կտեղադրեմ, կարող եք մտնել մանրամասն իմանալ։ Հետաքրքիրն այն է, որ Սինտերկլասի գալուց հետո, արդեն նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 5-ը Սինտերկլասի ծննդյան օրն է։ Տոմբու միջև այդ ընթացքը բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում միջոցառումներ են, ստեղծագործական աշխատանքներ են կազմակերպում թեմատիկ, շատ հետաքրքիր է անցնում։ Եվ Սինտերկլասի արդեն ծննդյան օրը արդեն տոնում են բոլոր դպրոցներում Սինտերկլասի ծնունդը, Սինտերկլասը այցելում է դպրոցներ, նվերներ է բաժանում բոլոր երեխաներին եւ այդպիսով ավարտվում է Սինտերկլասի արարողությունների շարքը։ Արդեն դրանից հետո սկսում են պատրաստվել Սուրբ Ծնունդին։ Իրականում Սինտերկլասի ծնունդից հետո սկսվում է Սուրբ Ծննդյան արարողություններին նախապատրաստական շրջանը։ Տատիկը առաջին անգամ պետք է ներկա լինի Սինտերկլասի դիմավորելու արարողությանը։ Միշտ եղել է տատիկը, որ արդեն ծննդյան օրն է եղել, բայց հենց գալու օրը այստեղ չի եղել։ Այստեղ պարում են, այստեղ տարբեր նկարում են, ներկում են։ Լաուրենս կերկի մոտ ենք, Լաուրենս եկեղեցու, Ռոտերդամի, հայտնի է որպես մեծ եկեղեցին Ռոտերդամի։ Գնանք տեսնենք այն կողմը ինչա կատարվում։ Այստեղ ցուցանակի պես բան կա դրված, որ գրված է առաջին օգնությունը, որ մասում է, միտեղ նկարում են երեխաների երեսին, միտեղ տալիս են պիտերի դիպլոմա, իր օգնականների դիպլոման է, եւ այդպես։ Միջավայրը շատ տոնական է ու տրամադրող։ Ափսոսանին այսօր մեր հետ չի։ Ասում են, որ Սուրբ Նիկոլասը, նույն ինքը Սուրբ Նիկողայոսը, որ պատմության մեջ հայտնի է որպես հայերեն թարգմանաբար Սուրբ Նիկողայոս, առաջնորդվել է Մարկոս Ավետարանի 10:21 խոսքերով, որտեղ Քրիստոսը ասում է, եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ որ ունես եւ տուր աղքատներին, այդպիսով երկնքում պիտի գանձ ունենաս, ապա վերցրու խաչդ եւ հետեւիր ինձ։ Եվ նա հետևելով այս խոսքերին վաճառել է իր ողջ ունեցվածքը եւ բաժանել աղքատներին։ Բացի այն, որ Սուրբ Նիկողայոսը դրամներ կամ քաղցրավենիք էր նետում ծեխնելույզից կամ կոշիկների մեջ էր դնում կամ պատուհանից էր ներս գցում, ասում են մի պատմություն կա, որ նա լսում է, որ կա մի մարդ, որ 3 ամուսնացնելու դուստրեր ունի եւ նա ուժի չունենալու պատճառով որոշել է այդ աղջիկներին ստրկության վաճառել, իմանալով այս պատմության մասին Սուրբ Նիկոլասը թաքուն քսակով ոսկի է դնում նրանց ծխնելույզի մեջ։ Այստեղ էլ ցանկության դեպքում դեմքերին նկարում են։ Մամ, կարող է մի հատ նկարել ներեսի։ 5 տարեկանում դառնա 5 տարեկան։ Տեսնենք
այստեղ ինչ են անում։ Այստեղ էլ Sinterklaas-ը հիմնականում որ նվերները բերում է, ասում են ժամանակին ծխնելույզից է բաց թողել։ Հիմա այստեղ պետք է երեխաները ինչպես են պարկը վերցնում։ Նաև հետաքրքիրն այն է, որ կարդում ես նրա մասին, նա ինչ բարեգործություն որ արել է թաքուն սպիտակ զգեստներ է հագել եւ ուշ ժամերի արել, երբ մութ է եղել, որպեսզի մարդիկ չնկատեն իրեն կամ չմտածեն, որ դա ինքն է, եւ դրա համար ժողովուրդը նրան անվանել է Սուրբ Նիկողայոս Կանչելագործ։ Թողներն են հավանաբար։ Այս պոպկորնի բաժինն է։ Այստեղ պոպկորն են տալիս։ Կուզես տատիկ։ Տատիկը նեյ է լավ սովորել է։ Շատ հետաքրքիր է, որ իրենք այսպես իրենց սրբերի հետ կապված միջոցառումները ամեն տարի ավանդական կերպով, այսպես համապետական կերպով նշում են բոլոր դպրոցներում։ Այս էլ ծխնելույզների տեսակ կերպ է սարքված։ Ու այս էլ երգերից է էլ իրան նվիրված։ Բազմաթիվ երգեր կան Sinterklaas-ին նվիրված ու ամեն տարի նոր երգեր ու պարեր են հորինվում ու երեխաները այսենց այս երգերի տակ պարում են, երգում են, բոլոր այս երգերը գիտեն։ Հիմա այստեղ սպասում ենք, որ պետքա Sinterklaas-ը ձիով գա։ Անհամբեր սպասում ենք Sinterklaas-ի ժամանմանը։ Տատիկը չի պատկերացնում, ոնց է լինում։ Որ կողմից է գալու հայտնի չի։ Աչքներս 4 արած պետքա սպասել։ Արդեն բավականին հավաքվել են մարդիկ սրտատրով վարկյաններ անց Sinterklaas-ը կլինի այստեղ։ Ասում Հա, ու միշտ Sinterklaas-ի գալու օրը միշտ մի տենց մի հետաքրքիր բան են նախապատրաստում, կանչում են։ Իբր ինչ-որ դեպք հա տեղի ունեցել Sinterklaas-ին ճամփին կամ Sinterklaas-ն է կամ վատացել կամ նավն է վնասվել կամ ձինը չգիտեմ, շունավորվել, միշտ մի բան լինում է իրա գալու օրը, տենց ինչ-որ մի պատմություն է հորինվում, այսպես մի սրտաճմլիկ, որպեսզի սպասեն, հետո ասում են ուղղվեց ամեն բան, հիմա կգա, շուտով կգա։ Երեխաներին այսպես հագուստներ են հագցնում։ Վերջեր այնքան են գոռացել, ձայները կտրվել է։ Ասում եմ մենք ծանոթի միջոցով իմացանք, որ Sinterklaas-ը այս կողմով է գալու անցնի։ Ավելի լավ չի բաժանես։ Դե էդի տենց ավանդույթ է, թե։ Ահա։ Պեպրնոտերը պատրաստում է, պեպրնոտեր է բաժանում։ Գոնե բաժանները տենց է պատրաստում։ Հա, դա գյանի մարդ։ Մարդիկ տոպրակով պատրաստված եկել են, նա է։
Մոտենում է արդեն Սինտերկլասը, ես տեսնում եմ արդեն հեռվից, իրականում շատ մարդիկ են հավաքված, մենք շատ լավ տեղում ենք կանգնած։ Եկավ Սինտերկլասը, մեր Սուրբ Նիկոլասը եկավ։ Շքախում բնάει Hier gaat staan. Hi, hallo. Let's go. In de houding! Ja! Zin hoknացավ որ արարողակարգա բոլորը այսպես շրջանաձև կանգնել են Մայր միս ոտքոված են Սինտերկլասը բարևում է միս ձիերի վրա նստածներին Որ մի պահ հայտնվեց հին ժամանակներում սենց պատմական բայց դե պատմական պահ է էլի սա էլ կդառնա պատմություն Ben jullie blij dat Sinterklaas het land is? Even op de stoel zetten. Ja, goed zo. Goed zo. Hey Joost! Joost! Hey, dit is Joost. Nee. Joost! We hebben geen helemaal die Joost. Nee? Սիզի ողջերը, ինչ լավն է Գնաց սիզիերը Ատիկ Սինտերկլասը գալիս է պատրաստվի բարևելու Ոնց ասեմ Մարիզանից? Հալո Nee, we nog een pintje. Yes! Ja, heel goed. Hey! Hallo Nou, eens even kijken hoor. Zo, ga zo wat. Atsa! Hoi allemaal! Dit is գիրքնանվերների, ովքեր իրան խելոք են բարել, իրան ծանումները գրված այդ գրքում նվերներ կդված են, էդ էլ ամտնում ավանդույթի մեջ։ Wat wil je? Ja, dat krijg je allemaal. Dank je Sinterklaasje.
արդեն հաջողություն են մաղթում ու այսպես դրվեց հիմքը Սինտերկլասյան միջոցառումների։ Kom zo nog naar buiten gaan. Այսել հիմա էլ Ռոտերդամի կենտրոնական հատվածներից մեկում ենք, քայլող երգեհոնը նվագում է Սինտերկլասին նվիրված երգերը։ Կոպեկ է հավաքում, տատի։ Իրենք էլ են գումար աշխատում։ Երգեհոնի մասին էլի կարճ շորտ ռիլ ունեմ, կտեղադրեմ կնայեք էլի լինքը։ Սա էլ հետո մեզ բրոշյուր տվեցին, հասկացանք, որ ակցիա են անում, որպես ուշադրություն դարձնեն, որ Չինաստանում դաֆա տեսակի յոգա կա, փորձում են արգելել, որպեսզի մարդիկ օգնեն իրենց աջակցությունը հայտնեն ստորագրություններով, որպեսզի այն չարգելվի Չինաստանում։ Այստեղ խանութներում նաև թեմատիկ էս տառնա Սինտերկլասին, նաև լինում է պեյ, նաև լինում է անվանական տառերով, տարբեր, նայեք այստեղ բոլորը Սինտերկլասի արդեն սրանք կրաուդ նոտերը, նաև պեպեր նոտերը, որոնք որ բաժանում են զվարդապիտերը, սրանք էլ նուշով լցոնված ամանդլ ստաֆերն են, այստեղ էլ տառերը արդեն, անունների տառերով, մենք ամեն տարի երեխաների համար առնում ենք, այստեղ էլ սրտեր, քաղաքի կենտրոնում, ավետարանում են, մյուս կողմում աստվածաշունչ են բաժանում, անվճար, այստեղ երկրպագում են Աստծուն, այստեղ կարող են անվճար թեյ, սուրճ, խմել, զրուցել։ Now it's time to face the truth. Jesus Christ, He paid for you. Amen.